Ողջույն, մարտի 15-ին ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում գտնվող Դոլբի թատրոնում տեղի ունեցավ տարվա գլխավոր իրադարձություններից մեկը՝ Օսկարը։ Եթե չեք դիտել ամբողջ երեկոն, ապա նայեք այս տեսանյութը, որովհետև այստեղ առանձնացրել են բոլոր անվանակարգերում Օսկար ստացած ֆիլմերը։ 2026-ի Օսկարի երեկոն վստահված էր հաղորդավար Քոնան Օ'Բրայանին, ով իր զվարճալի մուտքով ստեղծեց անմիջական մթնոլորտ։ Եվ այսպես, երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում Օսկարի արժանացավ Էմի Մեդիգանը Weapons ֆիլմում։ Առաջին Օսկարն է ստանում 75 տարեկանում և եկեք դիտենք իր փառահեղ ծիծաղը Օսկարի արժանանալուց հետո։ Լավագույն անիմացիոն ֆիլմ անվանակարգում Օսկարի արժանացավ K-Pop Demon Hunters մուլտֆիլմը։ Այս մուլտֆիլմինն էր նաև լավագույն երգ անվանակարգը Golden երգով։ Իսկ լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ անվանակարգում Օսկարի արժանացավ The Girl Who Cried Pearls մուլտֆիլմը։ Շքեղագույն Энн Հեյթուեյը և Էն Վինտուրը հանձնեցին հագուստի լավագույն դիզայն անվանակարգը, որը Ֆրանկենշտեյն ֆիլմինն էր։ Լավագույն գրիմ և սանրվածք անվանակարգը նույնպես Ֆրանկենշտեյն ֆիլմինն էր, և գլխավոր դերակատարի ծափահարություններից կարելի է հասկանալ, թե որքան աշխատատար և որքան արժանի հաղթանակ էր։ Ի դեպ, 10-ից 11 ժամ է տևել գլխավոր դերակատարի կերպարը ստանալը, ինչի համար ամբողջ թիմը բեմից Օսկարը ստանալուց շնորհակալություն հայտնեց դերակատարին համբերատար սպասելու համար։ Ֆրանկենշտեյն ֆիլմի երրորդ Օսկարը ստացավ Թամարա դե Վերելը լավագույն արտադրական դիզայն անվանակարգում։ Այս տարի կինոն կրկին ապացուցեց իր իրական ուժը, փոխանցելու զգացողություններ և բարձրացնելու կարևոր թեմաներ։ Սա դեռ առաջին մասն էր։ Առաջիկա մասերում լինելու են ամենահետաքրքիր հաղթանակներն ու մանրամասները, այնպես որ հետևեք, որ ոչինչ բաց չթողնեք։